Ժորժան, Հայաստանի իշխանությունները համոզում են մեզ, որ Հայաստանը այլևս 4-րդ հանրապետություն է, չկա 3-րդը, արդեն կառուցում ենք 4-րդը, եւ որ Ադրբեջանը նախապատրաստվում է խաղաղության, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքվել է խաղաղության պայմանագիր, այսինքն նախակնքվել է եւ կարելի ասել արդեն մատուցվում է որպես խաղաղության պայմանագիր, որ խաղաղություն է հաստատվել, իսկ այս ամենի ֆոնին Ալիևը երեք հայտարարում է, որ Սևանա լիճը դա ադրբեջանական լիճ է, Գյոյչա անվանմամբ, որ Հայաստանը առասարակ ադրբեջանական հող է, որ ադրբեջանցիները կես միլիոն ադրբեջանցի պետքա վերադառնան Հայաստան եւ այլն եւ այլն։ Եվ որտեղ է այստեղ խաղաղությունը, որովհետեւ չկա որևէ երաշխիքներ միջազգային Վաշինգտոնյան համաձայնագրի մեջ շրջանակներում, որ առհասարակ Ալիևը նման բաներ չհայտարարի։ Ուր է այդ խաղաղությունը։ Բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց եթե խաղաղություն պետքա լինի միակողմանի, ապա տենց խաղաղություն չի լինում։ Պետքա լինի երկկողմանի խաղաղություն, եւ այդ խաղաղությունը պետքա ցանկանա նաեւ Ադրբեջանը եւ Իլհամ Ալիևը, բայց Իլհամ Ալիևը ասում է, որ մենք վերադառնալու ենք 500,000 ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան ու չի ասում Հայաստանը ուզում է դա, հայերը ուզում են դա, թե չեն ուզում, ասում է վերադառնալու ենք, այսինքն մեզ չեն էլ հարցնում։ Հիմա նման խաղաղություն կարող է լինել, թե չի կարող լինել, խնդրում եմ գրեք մեկնաբանությունները։